Նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյան, շատ լավ է, որ ստեղից ասում եք, մենք լուրջ մարդիկ ենք, մեծ մարդիկ ենք, պետք է այսպես խոսենք, այնպես խոսենք, բայց շատ վատ է, որ ազգային ժողովի ամբիոնը օգտագործում եք ինչ-որ չգիտեմ, դեռահասների ֆլիրտին բնորոշ ինչ-որ արտահայտություններ անելու համար, ինչ է նշանակում ազգային ժողովի փոխնախագահային ասել, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի կանչեք կամ բան արեք, այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտություն է, անկեղծ բան եմ, այդ ինչ արտահայտություն է։ Հիմա այդ արտահայտությունը մենք արածել ենք որևէ կնոջ ասեն, 1000-ում սեքսիզմի հոդվածով 8 անգամ դատվել էինք արդեն, ինչ է նշանակում, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի դիմեք։ Հիմա ինչ դրա adekvat պատասխանը ո՞րն է։ Դուք իմ ճաշակով չեք, դուք իմ մտքում լինել չեք կարող, դա դրա adekvat պատասխանը, ասենք ինչ է նշանակում այդ ձեր ասածը, կներեք իհարկե։ Քաղաքականությունը դրա տեղը չի, Տիկին Գրիգորյան։ Դրա տեղը չի քաղաքականությունը, բայց քաղաքականությունը նաև ստելու տեղը չի։ Եկել այս ամբերից ասում 2025-ին ընդամենը 1.6 միլիարդ է վերադարձվել։ Հարգելի քաղաքացիներ, հիմա այս ստի մասշտաբը որ հասկանաք, սիրելի քաղաքացիներ, որ հասկանաք, թե սուտը ինչ դեմք, ինչ երես, ինչ մարմնավորում ունի, կարդամ։ Ուրեմն, ինչ կարդում 2025 թվականի հրապարակումները առնվազն։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ կադաստրային արժեքը 158 միլիոն ԱՄՆ դոլար կամ 60 միլիարդ։ Սա միայն մի բան է, 60 միլիարդ։ Մենակ մի դեպքով 60 միլիարդ, դուք ստեղից ասում եք ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ, հաջորդը։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Աճարյան 39/6 հասցեում գտնվող 1.6 հեկտար հողամասը, մեկնարկային ներկայացվել է դասական աճուրդի, մեկնարկային արժեքը 2 միլիարդ 229 միլիոն դրամ, մեկնարկային արժեքը աճուրդի։ Դուք ասում եք, ստեղ ամբողջ տարվա ընթացքում մենակ 1.6 միլիարդ է, բայց սա ձեր արժանահավատության մասին է առհասարակ, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մակերեսով եւ 1.4 հեկտար մակերեսով տարածք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն դրամ։ Դուք ասում եք, որ մենակ ամբողջ տարվա ընթացքում 1.6 է, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մեհեր Մկրտչյան փողոցի հասցեում գտնվող 26700 քառակուսի մետր հողատարածքը, 26400 քառակուսի հողատարածքը վերադարձվել է համայնքին, Հայաստանի Հանրապետությանը։ Շուկայական մոտարկված արժեքը 432 միլիոն դոլար։ Սա ընդամենը այս 3 հատն է, որ ոտի վրա սենց բան արեցի, ուղղակի գտա Տիկին Գրիգորյան։ Բայց հասկանում եք ձեր սուտը ինչքան խորն է։ Ասում եմ մենակ մի դեպքով 60 միլիարդ է վերականգնվել, եկել այս ամբիոնից ասում եմ, ընդամենը ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ է։ Կամ ստեղից որ եկել եք ասում եք, այդ բաները արտոնություններ են ստանում ընկերությունները ու հետո հիմնադրամներին բան են մուծում։ Բայց ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքի ամենամեծ արտոնություն ստացած ընկերության տնօրենը ձեր երջանկահիշատակ գործընկեր Մեհեր Սահակյանի հայրն է, ի՞նչ եք ասում։ Ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքերի արտոնության օգտվողների շարքում կա թիվ 1 ընկերություն, ու այդ թիվ 1 ընկերությունը փոխկապակցված է դաշնակցության հետ ու տնօրենն էլ ձեր երջանկահիշատակ Աստված թող հոգին լուսավորի գործընկերոջ հայրն է, ի՞նչ եք ասում։ Կամ այսինքն ասում է ընկերությունները բան են անում, ընկերությունները ստանում են արտոնություններ ու բան, այս անգրագետ լրատվության բան է, էլի մեծ հաշվով, որտեղ որ նայեք, այդ հոդվածները կարդաք, այդ ամեն ինչը կարդաք, չեք տենա, քանի հազար ընկերություն է ստացել առհասարակ արտոնություն։ Ուրեմն ասեմ, մենակ մի ծրագրով, այն որ բիզնեսը գնում է սարքավորում, պետությունը փոխհատուցում է տալիս։ 5176 բիզնես ստացել է աջակցություն։ 5176։ Մի հատ հրապարակում են գտել, այդ հրապարակման մեջ, բան է տենց, 3-4 բիզնեսի տեր, տեսեք ԿՊ-ին նվիրատվություն ա։ Կներեք, կարող գիտեք սաղ աշխարհի բիզնեսները պետքա կամ Քոչարյանին ելնեն, կամ Քոչյանի խնամուն ելնեն, կամ Քոչյանի խնամու աղբորին ելնեն, կամ խնամու աղբոր Քենունը ելնեն։ Հազար ներողություն ես երկրում ուրիշ բիզնես չի կարա լինի։ Չի կարա լինի բիզնես, որը ատումած ես, որտեղ դուք իրան թալանել եք, որովհետև դուք ստիպել եք, որ ինքը հանրապետությունը լքի, որովհետև Քոչյանի խնամու խնամին վաղտին ինչ-որ տարօրինակ ձևի է տենդերները կրել։ Չի կարա լինի տենց բիզնես։ Գալիս են ստեղից խոսում են, օ, բանն Գրիգորյան ասում է, ուր է իմ հեկերը, նենց են ասում հեկեր։ Այդ ոնց որ բան է լինի, էլի ոնց որ ես այդ նույն բանը ասեմ, այդ տոնով է ասում։
Բայց չի ասում, որ ինքը ընկերություն է ունեցել, այդ ընկերությունով ստացել է հեկ կառուցելու թույլտվություն, հետո այդ ընկերությունը չգիտեմ ինչքանով, չգիտեմ ում է ծախել։ Հեկ չունի մարդը, հեկի թույլտվությամբ ընկերություն ունի կամ ունեցել է ու վաճառել է, այդտենց այդ կապը չի տենում ոնց որ թե։ Ու կամ էլ թե բա իմ խոսքը դուք չեք կարողանալու լրացնել, ախր այդ Տիկին Գրիգորյան, այս կյանքում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում երբեք ու ոչ մեկ չի փորձել լրացնել օյեկին։ Դուք օյեկն եք։ Դուք մեր օրերի օյեկն եք։ Դուք մարդ օրինաց երկիր կուսակցություն եք։ Դուք մարդ օրինաց երկիր եք։ Օյեք, ասենք դա ձեր բանն է, կարաք ձեր համար անհատական լոգո ստեղծեք, օյեք։ Այդ դուք եք, որովհետև դուք ստեղ ձեզ արդարության մարտիկի տեղ դրած, իրականում ինչ եք արել։ Ինչ եք արել, էլի ընդամենը։ Քաղաքացիական պայմանագրից փախել թռել եք Վահե Գրիգորյանի քաղաքական թիմ, հետո Վահե Գրիգորյանի քաղաքական թիմից թռել մտել եք Էլի Քոչարյանի թիմ։ Վահե Հակոբյանի, կներեք, Վահե Հակոբյանի թիմից թռել եք Ռոբերտ Քոչարյանի թիմ։ Երկար մտածեցի, թե ինչի է տենց տեղի ունեցել, հասկացա, Վահե Գրիգորյանից դատարանը պահանջում ընդամենը $20 միլիոն ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից $200 միլիոն ապօրինի գույք։ Ստեղ ակնհայտ է, որ Տիկին Գրիգորյանի աշխարհայացք ունեցող քաղաքական գործիչը ակնհայտորեն պիտի ընտրեր այն մարդուն, ով ավելի շատ փող ունի, ումից ավելի շատ ապօրինի գույք է պահանջվում։ Տիկին Գրիգորյանի ընտրությունը պետք է ասել, որ չափազանց կանխատեսելի էր, հարգելի գործընկերներ։